Սիրիայի Լաթաքիա քաղաքում առնաշաղ ընկած է բողոքի գործողությունների մասնակից տղամարդը, նրա ինքնությունը դեռ պարզ չէ։ Տղամարդն այս օրերին ապակայունացած Սիրիայում երրորդ զոհն է։ Օրեր առաջ են սկսել հեղեղվել սիրիական քաղաքների փողոցներն ալավիների բողոքի գործողությունների պատճառով։ Պատճառը ամուսնական մի զույգի սպանությունն է, դեպքի վայրում սիրիացի իրավապանները գրություններ էին գտել եւ ալավիներին կասկածել սպանության համար։ Սպանության դեպքի վայրում եղել են գրառումներ, ուրեմն անվտանգության պատասխանատուները շրջանի, ուրեմն կարծել են, որ հնարավոր է կրոնական հիմք կա, որից հետո սկսվել են բախումներ, այսինքն սուննիները կարծես փորձել են հաշվեհարդար տեսնել, բախումներ են սկսվել ալավիների եւ սուննիների միջեւ, որին միջամտել են նաեւ երկրի անվտանգության ուժեր։ Բախումները Հոմսում են սկսվել հասել Լաթաքիայի փողոցներ։ Այսօր նաև բախում է գրանցվել Ալ-Սուվեյդա դրուզներով բնակեցված հատվածում կառավարական ուժերի եւ դրուզների միջև։ Հոմսում հայկական թաղամասի տարածքում նույնպես բախումներ եղել են, արաբագետն ասում է այդ թաղամասում վաղուց հայեր չեն ապրում։ Այդ բնակավայրում, այդ թաղամասում սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր հայեր չեն բնակվում, այսինքն նրանք տեղափոխվել են այլ հատվածներ, հիմնականում Դամասկոս, Հալեբ եւ Սովապնիա շրջաններ։ Քաղաքում բնակվող հայեր կան, բայց նրանք չեն տուժել անկարգություններից։ Հայեր չեն տուժել եւ այն հատվածները, որտեղ բնակվում են հայերը, այդ հատվածները հեռու են բուն բախումների թատերաբեմից։ Ալավիների խորհրդի ղեկավարն էր կոչ արել քաղաքացիներին դուրս գալ փողոցների պաշտպանություն կրոնական եւ ազգային փոքրամասնությունների, բայց Սիրիայի ապակայունացման հիմնական շահառուները արտաքին դերակատարներն են, նկատում է Պետրոսյանը։ Խոսքը վերաբերում է այս պահին կոնկրետ Իսրայելին եւ Իրանին, որոնք փորձում են ամեն կերպ ապակայունացնել իրավիճակը կամ ոչ եթե ոչ ուղիղ կերպով գոնե նպաստել, որպեսզի ուրեմն այդ անկայունությունները բարբերական բնույթ կրեն։ Սիրիայում պարբերաբար բռնկվող անկարգությունների օջախները նաև քաղաքացիական երկարատև պատերազմի հետևանք է համարում փորձագետը։ Հիմա ամեն առիթ ագրեսիվ է դարձնում այդ երկրի բնակիչներին։ Ալբերտ Սերոփյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։